Ես 4 տարի առանց հոսանք ապրել եմ այստեղ, 4 տարի։ Հետո իմ ուժերով քաշել եմ, լաների բացա։ Կորստական։ Մանավանդ քամիների ժամանակ, անձրևի։ Տուն կառուցել, ծառտնկել եւ զավակներ ունենալ։ Առաջնորդվելով մարդավայել ապրելու այդ մոտեցումներով Աղվանստանում ծառայած երկրաշարժին Սպիտակից նորավան տեղափոխված եւ ազատամարտին մասնակցած Գրիգորը փորձել է նոր կյանք սկսել։ Սակայն մութ ու ցուրտ տարիները գյուղի ծայրամասում բնակվող այս ընտանիքի համար դեռ իրականություն են։ Ես հենց հիմա վիրահատության տակ պիտի վիրահատվեմ, բայց ես էլի չեմ կարողանում գնամ, որ չեն կարող իրանք ստեղ մենակ յոլան ապրեն։ Վիրահատման ենթակա Գրիգորը դժվարությամբ է հայթայթում ընտանիքի օրվա հացը։ Հնարավորության դեպքում էլ իր միջոցներով դեպի տուն տանող ճանապարհն է հարթեցնում։ Գյուղի բոլոր կողմերից տունը փակուղում է։ Միակ ճանապարհն էլ երկար, ցեխոտ ու դժվարանցանելի է։ 30 մետր, այսքան եմ մտցրել, իմ տան դեմն եմ մտցրել, մի քանի վեսել է 30,000 ես իմ ուժերով մի քանի տարի առաջ։ Գոնե խմելու ջրի հարցում Արմավիր քաղաքի ղեկավարությունն է օգնության ձեռք մեկնել, եթե կարելի է ասել քարե դարում ապրող այս ընտանիքի համար ջրագիծ անցկացնելով։ Թերևս իրենց տնկած ծառերից Գրիգորն ու Արմինը եկամուտ կստանային, եթե ոռոգման ջրով ապահովված լինեին։ Առողջական խնդիրներն էլ մյուս կողմից են դժվարեցնում կյանքն ու ապրուստը։ Բացի Կարինեից, ընտանիքի մյուս անդամները բուժման կարիք ունեն։ Ինձ համար կարևորը գազաֆիկացումն է, կարևորը փողոցաշինությունն է, կարևորը օրենքի մեջ խախտված այդ փողոցի լուսավորությունն է։ Շահրամանյանների ընտանիքի միակ ուրախությունը թեթև ատլետիկայի մրցումներում վաստակած Կարինեի եւ Կարենի մեդալներն են։ Հեծանով գնում ենք պարամունքի, ինքը նստում է իմ հետևը, ես հետում ենք պարամունքի, սիրում ենք սպորտը, թեթև ատլետիկան։ Կրակը, ջուրը, լույսը եւ մարդամեջ դուրս գալու համար ճարու ճամփան Շահրամանյանների համար օդի պես անհրաժեշտ են։ Ամեն օր ու ժամ։ Սակայն սիրո վրա հիմնված ընտանիքը չի կորցնում լավատեսությունը։ Մեծ հավատ ունենալով, որ մարդիկ կտեսնեն եւ դուրս կբերեն իրենց քարե դարում ապրելու զգացողությունից։ Չունեմ կոմունալ պայման։ Քանի որ չունեմ գազ, գոնե լինի կուխնիա, բաղնիկ առանձնացվի, որ գոնե ջերուցվի, երեխա պարամունքից եկավ, կարողանա լողանա։ Հիմա շատ մեծ խնդիր կա, դուրսը նստած լողանալով, ասենք ծառների տակ նստել եւ այլը, թեշտը բերել տունը եւ այլը։ Այնքան բարդություններ կա, որ ես անհարմար եմ զգում ներկայացնել մեր ընտանեկան պայմանը։ Կարինե Վարդանյան, Ռուբեն Սարգսյան, Գառնիկ Նահապետյան, այսօր։